պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները հաղթահարում են ճգնաժամն այն պահին, երբ որոշում են այլևս չապրել այդ պսևդոիրականության մեջ, երբ ինչ-որ պահի ասում են, բավական է, այլևս չենք հանդուրժի անպատասխանատվությունը, հանդուրժողականությունը, հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը, բավական է պառակտումը։ Ակնհայտ է, որ այսօր երկրի կառավարումը հիմնված է ստի և անպատասխանատվության վրա։ Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են ուղիղ նայել մարդկանց աչքերին և ստել, նաև զրպարտել։ Հենց այդպես 44-օրյա պատերազմում հաղթելու ենք ասելով տարանպարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով հանձնեցին Արցախը։ Արցախը հանձնեցինք, որ պաշտպանենք Հայաստանն ասելով, անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս օկուպացնի տարածքներ։ Ժողովրդավարության բաստիոն ենք տարածաշրջանում ասելով երկրում հաստատեցին բռնապետություն։ Բանակցություններում կարմիր գծեր ունենք հայտարարելով չունեցան ոչ մի այդպիսի գիծ։ Բանակը բարեփոխում ենք ասելով թուլացրին և քանդեցին բանակը։ Ժողովրդի ծառան ենք ասելով, ժողովրդի հաշվին շռայլորեն ապրելով և զվարճանքի տեսարաններով ծաղրեցին և մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին։ Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով, ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից, իրենց բնօրանից։ Անբարոյականությունը զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։ 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել և վախեցած թաքնվել է բունկերում։ Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտն տեսքը, որ նա փախչի կառավարության իր աշխատասենյակից միայն մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։ Սրանք ասում են նաև, թե 2020-ին մեզ սպանդանոց տարավ ՀԱՊԿ-ը։ Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց այդ ինչպես էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ-ի հետ պետք է ճիշտ և համբերատար աշխատել, չփչացնել հարաբերությունները մինչև պատերազմ, իսկ պատերազմից հետո չընդունել նեղացածի կեցվածք և այդքանով հանդերձ վերջերս անամոթաբար համաձայնել ստանալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի պետական բարձր պարգևը։ Սրանք մսխել են Հայաստանի բոլոր դիվանագիտական հաջողությունները։ Անցյալ տարեվերջին անգամ ընտրողաբար հրապարակված արցախյան բանակցությունների փաստաթղթերի փաթեթը վկա։ Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել, մենք մշտապես բանակցել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայինորեն երաշխավորելու համար։ Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար։ Երբեք չենք վարանել աշխարհի հզորներին դիվանագիտորեն, բայց հստակ բանաձևել մեր ակնկալիքները և բանակցել դրանք կյանքի կոչելու համար։ Հրապարակված փաթեթը վկա։ Արցախյան բանակցային ժառանգությունը, այո, նույնպես մսկվել է անբարո
հակապետական քայլերով եւ գիտակցաբար։ Մոսկվելը եւ այդ ճանապարհին մոտեցվել է պատերազմը, որի ժամանակ ոչ մի գործընկեր մեր երկրի կողքին չկանգնեց, որովհետև բոլորը կուշտ էին իրեն գժի տեղ դրած եւ սեփական ժողովրդին գեոպոլիտիկ խաղերի զոհասեղանին դրած ղեկավարից։ Ոչ, դեպի սպանդանոց մեզ ոչ թե հապկն է տարել, դեպի սպանդանոց մեզ տարել եք դուք։ Իսկ հիմա սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ բաց տեքստով սեփական ժողովրդին սպառնում են պատերազմով։ Պատկերացնում եք, պատերազմ վերածները պատերազմ բերողներ են փնտրում։ Արցախը հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։ Չնայած ինչու եմ զարմանում։ Մինչև հիմա էլ Նիկոլ վերածները Նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանության փառատոնը կեղծավորության շքերթ լինի։ Պարոնայք, մենք այդ խաղերում չկանք։ Մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։ Պատերազմ բերել եք եւ պատրաստ եք կրկին բերել միայն դուք։ Իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը, նվազագույնը իշխանափոխությամբ, առավելագույնը պատժով, օրենքի ողջ խստությամբ։ Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը։ Սրանք ասում են կամ մենք, կամ պատերազմ, այսինքն մեզ ստիպում են ընտրել վախի եւ չարիքի միջև, որպես ընտրության միակ տարբերակ։ Մինչդեռ իրականում կա այլ տարբերակ, օրինակ այլ իշխանություն, ուժեղ բանակցային թիմ, այլ իշխանություն, նոր անվտանգային ռազմավարություն, այլ իշխանություն, փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ եւ այս շարքը կարելի է շարունակել որպես վախի եւ չարիքի այլընտրանք։ Դատելով կապիտուլյանտ ռեժիմի նկատմամբ հասարակության մեջ արկա օրեցօր մեծացող դժգոհություններից, որը փաստում են նաեւ սոցիոլոգիական հետազոտությունները, կարող եք պնդել, որ մեր ժողովուրդն այլևս չի ցանկանում ապրել ստի, նվաստացման, բռնատիրության պայմաններում եւ իր համար արդեն կատարել է այդ շատ կարևոր ընտրությունը։ Իսկ թե հունիսին այդ ընտրության արդյունքները որքանով պաշտպանված կլինեն, մեծապես կախված է մինչև այդ օրն իրականացվելիք աշխատանքից, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, երբ գործող ռեժիմը շինծում եղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին, պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, երբ բռնի մեթոդներով, բանտարկություններով լողեցնում է ազատ խոսքը, ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, երբ ընտրական խաղի կանոնները փոխվում է առանց լայն քաղաքական համաձայնության, երբ պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգ սպասարկելու համար, երբ տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն եւ տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրակային կարծիքների տարածումը, ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել։ Եվ երբ ի լրումն վերը թվարկածի դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգրկում են իրենց նախապատվությունը, այսպիսով կոպտորեն եւ ապօրինաբար միջամտում ընտրական գործընթացին, հոգուտ գործող կառավարիչների, ապա նշածս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել ոչ միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունից, այլ նաև քաղաքական դաշտում անհավասար պայմաններից։ Այս ամենից հետո հարց եմ տալիս, բա կեղծումն ինչպես է լինում, եթե ոչ այսպես։ Հետևաբար խնդիրը միայն ընտրությունների օրը չէ։ Խնդիրն այն միջավայրն է,
որը ձևավորում է միջև ընտրությունները։ Ուրեմն այստեղ լրջորեն մտածելու եւ մտահոգվելու բան կա։ Այստեղ ցանկանում եմ կարևոր մի հայտարարություն անել, եթե impeachment այնուամենայնիվ տեղի չունենա, ապա անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում։ Հարգելի գործընկերներ, մենք այստեղ ենք ոչ նրա համար, որ ծափահարենք եւ գողոբանենք իրար, դա չափազանց ալուրջ եւ անպատասխանատու կլներ։ Մենք չպետք է վարանենք եւ պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումների մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չի։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում, այլ զորացնում է, որովհետև քաղաքական ուժը, որը չի կարողանում ընդունել իր անցյալը, չի կարող կառուցել ապագա։ Դա մեզ անկաշկանդ առաջ նայելու, սխալներից դասեր քաղելու, իրատեսորեն գործելու հնարավորություն կտա։ Այո, պետք է խոստովանենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում նաև մենք հանրապետականներս, ձախողեցինք լայն ազգային շարժում ստեղծելու գործընթացը, ընդհանուր նպատակի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը, որը կարող էր կանգնեցնել այս խելագարությունը։ Մենք մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ, կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակում է խորտակվել։ Ազգային ուժերս այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։ Եվ մինչ ներքին այդ ջլատող պայքարում մենք իրար միս ենք ուտում, կեղտոտ վաճառականները փորձում են գեղեցիկ փաթեթավորել ու սեփական աթոռի արժեքով վաճառել այն ամենը, ինչը մեր ժողովրդի լավագույն զավակների հետ միասին տասնամյակներով կառուցել ենք արյամբ ու քրտինքով։ Սրանց կառավարման ողջ ժամանակահատվածում իրավիճակը վերլուծելով մենք կանխատեսում էինք հաճախ պարզորոշ տեսնում, բարձրաձայնում, զգուշացնում այն աղետների խաղաղություն ամեն գնովորակարգի ռիսկերի մասին, որ բերեցին ու բերում են մեր պետության ժողովրդի գլխին, բայց ավաղ կանխատեսումը կանխարգելում չկարողացանք դարձնել։ Մեր աշխատանքի ընթացքում ունեցել ենք ձախողումներ, որոնք խոստովանենք, որքան մերը նույնքան էլ բոլոր ազգային ուժերինն են։ Հաճախ ինքս ինձ հարցնում եմ, եւ ինչ արժեն այդքան ջանքերը, երբ 5 տարի առաջ մեր առջև դրված հիմնական խնդիրը այդպես էլ լուծված չէ։ Եվ իշխանազավթները շարունակում են անարգել եւ անամոթաբար քանդել պետության հիմքերը, երբ մեր հասարակությունը մնում է պառակտված, ընդդիմությունը անմիաբան, մեզ միավորող միակ հենասյունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին հարվածի տակ։ Այս հարցը շատերին կարող է տանել հուսահատության, բայց ոչ ինձ եւ ոչ էլ ձեզ, որ որպես հանրապետական անկախության բանակի շարքերից միջև հայկական կանոնավոր բանակի շարքեր, միջև բռնաճնշումների ենթարկվող ընդդիմության շարքեր, պատվով եք անցել ձեզ բաժին հասած փորձություններն ու անցնում եք մինչև հիմա։ Մենք պետք է հասկանանք, որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալ հաշվարկել, մեր գործողություններից առաջ ինչ հանգամանքներ հաշվի չենք առել, այդ թվում կապիտուլյանտների վարքագիծը դիտարկելիս, ընդդիմադիր մեր գործընկերների վարքագիծը դիտարկելիս, որքանով ենք արդյունավետ աշխատել մեր հասարակության հետ, կարճ ասած, որոնք են մեր թույլ եւ ուժեղ կողմերը։ Ցանկացած քաղաքական ուժի համար սրանք մշտապես արդիական հարցեր են։ Պատկերացրել ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրոցերոկով ոտնահարել սահմանադրությունը,
անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները եւ չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում է, թե գործող սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։ Իսկ հիմա արի ու տես, որ պատրաստվում է մեր սահմանադրությունից Ալիևի հագով կոստյում կարել, քանի որ այդպես են ուզում Ալիևը եւ նրա ավագ եղբայրը։ Մենք քննադատում ենք արտաքին դերակատարների մեր երկրի հանդեպ իրենց պահվածքի համար, բայց պետք է նաև ինքներս մեզ հարցնենք, ինչու է միջազգային հանրությունը այդպես վարվում։ Պատասխանը դաժան է, որովհետև Հայաստանը կորցրել է իր արժանապատվությունը, որովհետև սրանք մեզ դարձրել են մի երկիր, որին կարելի է հրել դեպի դուռը, որովհետև սրանք մի կողմից ձախողում են փոխշահավետ, կրկնում են փոխշահավետ, ինստիտուցիոնալ կապեր ստեղծել է արևմուտքի հետ, իսկ մյուս կողմից փչացնում փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մինչդեռ արտաքին քաղաքականությունը չպետք է վերածվի այլ երկրների հետ այնպիսի հարաբերությունների, երբ քո երկրի տարածքում ուրիշները միայն սեփական կենսական շահերն են առաջ մղում, թքած ունենալով քո իսկ շահերի վրա։ Սա արդեն արտաքին քաղաքականություն չէ, այլ օտար շահերի սպասարկմամբ արտաքին թելադրանքի ընդունում։ Եկեք նայենք այսօրվա կամ ինչպես սրանք են սիրում կրկնել իրական Հայաստանին։ Աշխարհակական առումով մենք մեկուսացած ենք։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը թաքցվում է կամ միջև այս վերջին 2-3 օրը թաքցվում էր հեշտ փողերի եւ արհեստական խթանիչների վրա ադրճրած ապրանքաշրջանառության հետևում։ ՀԱՊ անդամակցությունը սառեցված է, բայց մենք ոչ մի այլ անվտանգության երաշխիք չունենք որևէ տեղից։ Հարևան Իրանի հետ երբեմնի բարիդրացական հարաբերությունները վերածվել են վախվորած անդեմ հարաբերությունների, երբ վախենում են անգամ ժամանակին ցավակցություն հայտնել այդ երկրի հոգևոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ։ Եվրամիության դիտորդական առաքելությունը արդեն համոզվել ենք, դիտում է, բայց չի պաշտպանում։ Ու դեռ հարց է, թե ինչ ճակատագիր կունենա ապագայում։ Ամերիկյան գործընկերությունը, որը հայտարարվեց մեծ աղմուկով, պայմանավորված է կես խաղաղության օրակարգի, նույնն է թե ամենօրյա սպառնալիքի ներքո Ադրբեջանի նվաստացուցիչ պայմանների ընդունմամբ, որից մենք ոչինչ չենք ստանում։ Փոխարենը մեր իսկ ինքնիշխան համարվող տարածքում հայտնվում ենք չափազանց մեծ վտանգների առաջ։ Եվ եթե որևէ մեկը կպնդի, թե Միացյալ Նահանգների նման հզոր պետության ղեկավարն է այդ խաղաղության երաշխավորը, ապա այստեղ ես հարց ունեմ, այդ դեպքում ինչու են լռության մատնվում Ալիևի հանրային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունները, ուղիղ սպառնալիքները, թե դրանք կոնֆլիկտ հրահրելու վտանգ չեն պարունակում, իսկ Հայաստանում անկախության հռչակագրին սահմանադրության մեջ հղում անելը, նույնիսկ պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն բառակապակցության արտաբերումը պատերազմի կոչ է համարվում որոշ անմեղսունակ վախկոտների համար։ Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո արգելվելու է արտաբերել նաև Հայաստանի Հանրապետության բառակապակցությունը, փոխարենը ոչ կոնֆլիկտային է համարվելու Արևմտյան Ադրբեջանը, բահո խաղաղությունը հարվածի տակ չեն դնելու։ Միգուցե սա մի քիչ չափազանցություն է, բայց ցավոք սրտի այս 8 տարիների ընթացքում մենք տեսանք գործողություններ, տեսանք երևույթներ, որ որևէ պարագայում մինչ այդ մենք չէինք կարող պատկերացնել։ Հարգելի գործընկերներ, նախորդ համագումարից հետո մինչև քերից մենք
Շարունակում ենք պայքարել ընդդեմ այն գործընթացի, որ ներկայիս կառավարիչները աղյուս առ աղյուս կազմաքանդում են պետությունը, միաժամանակ դիֆերամներ ձոնելով գոյություն չունեցող ժողովրդավարությանը։ Այսօր կուսակցության հերթական համագումարում մենք պարտավոր ենք հաշվետու լինել, խոսել ինչպես անցած տարիներին մեր առջև դրված ներկուսակցական խնդիրների լուծման ուղղությամբ կատարած աշխատանքի, դրանց արդյունքների, այնպես էլ հանրապետականի համար շատ ավելի կարևոր վերկուսակցական համազգային խնդիրների ու մտահոգությունների, դրանց հաղթահարման ուղղությամբ նաև մեր մասնակցությամբ իրականացված քայլերի, մեր սխալների ու ձեռքբերումների եւ որ կարևոր է հետագա անելիքների մասին այս վճռորոշ ժամանակահատվածում։ Սակայն մինչ այդ ջերմությամբ հիշենք մեր այն կուսակից ընկերներին, ովքեր այս ընթացքում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, այդ թվում հանրապետականի ակունքներում կանգնած Ռազմիկ Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, Վազգեն Կարախանյանին։ Նրանց հիշատակը վառ է մեր սրտերում, իսկ կյանքի ուղին անվերապահ նվիրումի եւ աննկուն պայքարի խորհրդանիշ։ Կուսակցության նախորդ համագումարից հետո ցավոք մեր երկրում ողբերգական ճակատագրական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ոչ միայն անխուսափելի ազդեցություն ունեցան քաղաքական գործընթացների, ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության վրա, այլև տարածաշրջանում նոր եւ վտանգավոր զարգացումների դուռ բացեցին։ Եվ այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որը սոսկ քաղաքական խնդիր չէ, այլ համազգային ցավ ու փորձություն։ Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմն իր աղետալի հետևանքներով ամենասարսափելին է, որ կարող էր պատահել մեր ժողովրդի հետ այս արկածախնդիր եւ ազգային կառավարիչների օրոք։ Մենք այդպես չէինք կարծում։ Մենք շատ պարզ տեսնում էինք, թե ինչպես են անամոթաբար կրկին խաբում եւ մոլորեցնում մեր ժողովրդին։ Դեռևս մեր նախորդ համագումարում հորդորում էինք չապրել պատանքներով եւ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով գործել ազգադավ ուժերի դեմ։ Այո, մենք տեսնում ենք, թե ինչպես են կապիտուլյանտ իշխանությունները պատերազմի շոկը չհաղթարած ժողովրդին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը ներկայացնում որպես խաղաղության դարաշրջանի սկիզբ եւ համոզում, թե պարտությունից հետո բացվում է նոր էջ, թե իբր այդ ստորագրությունը ճանապարհ է հարթում կայունության, անվտանգության եւ խաղաղության համար։ Սակայն շատ չանցած վերջնականապես պայթեց խաղաղության դարաշրջան կոչվող փուչիկը։ 2022 թվականի դեկտեմբերին Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, շուրջ 10 ամիս անցավ հումանիտար ճգնաժամի տառապանքի ու մաքարման բոլոր դժվարություններով, ցրտի, սովի, կենսական անհրաժեշտության միջոցների սուր պակասի ու անորոշության պայմաններում, խաբված եւ դավաճանված Հայաստանի կառավարիչների կողմից, տեսավ միջազգային կազմակերպությունների սահմանած նորմերի եւ իրավունքների ողջ դատարկությունը աշխարհի անտարբերությունում։ Եվ սա խոստացված խաղաղության դարաշրջանի ընդամենը սկիզբն էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջակետ դրեց այդքան տարփողված խաղաղության դարաշրջանին։ Այդ օրը խաղաղության մասին բոլոր գեղեցիկ փաթաթավորված խոսքերը հոդս ցնդեցին առաջին պայթունների հետ։ Արցախը կրկին արթնացավ հրթիռների եւ հրետանու ձայների տակ։ Ադրբեջանը ներխուժեց Արցախի հանրապետություն։ Ուժասպառ, միայնակ ու անպաշտպան մնացած հանրապետությունը առնաքանվում էր ոչ միայն ագրեսոր թշնամու արկերի բեկորներից խոցված, այլև թիկունքից իր անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի իշխանազավթ կառավարիչների հասցրած հարվածից, անտարբերությունից։ Մաքարող Արցախի համար ամենացավոտը այո, թշնամու կրակը չէր, ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր եւ հետո հանդգնությունը, անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել։ Սա այն դեպքում,
երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել եւ թշնամուն հասցրել մեծ վնաս։ 2018 թվականից սկսած ողբերգական իրադարձությունների այս շղթայի վերջը Արցախում իրականացված էթնիկ զտումներ եւ շուրջ 145,000 արցախցիների բռնագաղթը իրենց հազարամյա բնօրանից։ Իհարկե, այս թվի մեջ մտնում է նաեւ Քարորիա պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից արտագաղթած մարդկանց թիվը, ովքեր բնաջնջման սպառնալիքի տակ թողեցին հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով պաշտպանված իրենց տները, քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու գերեզմանները, որոնք այսօր անարգվում ու ավերվում են։ Եվ սրանք դեռ հանդգնություն են էթնիկ զտման հետևանքով բռնագաղթած արցախցիներին սպառնալ եւ ասել. «Չփախնեիք, բա ինչի՞ չեք մնացել Արցախում»։ Սա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացկամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ դատարկ խոստումները, անհետ կորածների որոնման միջև այժմ Բաքվի բանտերում ամարտկային զրկանքներ կրող գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների ազատության եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, միջև հիմա իրենց սկզբունքներին եւ հավատամքին հավատարիմ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին։ Տղերք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի, ամեն ժամ մտքով ու սրտով եւ հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններով ավելի խոսուն է եւ հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը։ Հարգելի կուսակից ընկերներ, մենք չենք կարող ընդունել, թե ամեն ինչ ավարտվել է, թե Արցախը ջփակված է, ինչպես փորձում են պարտադրել կապիտուլյանտները իրենց սուտ ու փուչ խոցելի ու կեղծ խաղաղության քարոզչությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն քաղաքականապես անհեռատես է, այլ նաև հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ մարդու հիմնարար իրավունքներին, որոնք վկայում են արցախցիների սեփական բնորան անվտանգ վերադարձի անօտարելի իրավունքի, նրանց կյանքի, ազատության եւ արժանապատվության միջազգային երաշխիքների ապահովման, անհայտ կորածների ճակատագրերի պարզման պարտավորության մասին։ Ի վերջո, այդ մարդկանց ընտանիքները տարիներով սպասում են լուրի, ապրում ծանր անորոշության մեջ, չիմանալով սքալ թե հույսով սպասել իրենց հարազատին։ Միջազգային մարդասիրական իրավունք, այո, պարտավորեցնում է հակամարտության կողմերին պարզաբանել անհայտ կորածների ճակատագիրը եւ ապահովել նրանց ընտանիքների ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Արցախի հարցը շարունակում է մնալ բաց նաեւ այն պատճառով, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման հետևանքով զրկված են մշակութային եւ հոգեվոր ժառանգությունից օգտվելու հնարավորությունից, սեփականության իրավունքից, ինչպես նաեւ իրենց համայնքային եւ հանրային կյանքի բնականոն շարունակությունից։ Միջազգային երաշխիքների ներքո իրենց բնակավայրեր Արցախի հայրերի արժանապատիվ վերադարձի իրավունքը անխախտելի իրավունք է եւ որևէ մեկը չի կարող այդ իրավունքից զրկել արցախցիներին, թեև մենք համոզված ենք, որ եթե Հայաստանի գործող կառավարիչները վերընտրվեն, ապա այդ անխախտելի իրավունքն են աչքաթողանելու։ Իրական եւ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել առկա խնդիրները պարտադրանքով մոռացության մատնելու քաղաքականությամբ։ Հարգելի հանրապետականներ, վերջին տարիներին մեր կուսակցությունը շարունակել է պայքարել այս տարբեր
աղետաբեր կառավարիչների ապազգային քաղաքականության դեմ իր բոլոր հնարավորություններով աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին, հետամուտ եղել նրանց իրավունքների պաշտպանությանը միջազգային եւ ներքաղաքական հարթակներում։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք անվտանգային մարտահրավերների մասին, փորձելով համախմբել հասարակությունը եւ առաջարկել լուծումներ, որոնք բխում են Հայաստանի եւ հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից։ Անցած տարիներին կուսակցությունը շարունակել է աշխատել նաեւ իր կառույցների ամրապնդման, երիտասարդների ներգրավման եւ գաղափարախոսության տարածման ուղղությամբ, համոզված լինելով, որ միայն կազմակերպված եւ պատասխանատու քաղաքական ուժը կարող է արդյունավետ դիմակայել մեր երկրի առջև ծառացած փորձություններին։